քաղաքը տարեստարի ավելի վատ վիճակում է հայտնվում։ Կառուցում են, հետո քանդում են, չի կարելի այդպեսի մխսել մեր բյուջեն։ Կարծես տպավորությունը այնպեսին է, որ համապետական ընտրություններ ենք մասնակցում։ Ինչով է առանձնանում Վաղարշապատի ընտրությունները։ Մեր քաղաքը հանգիստ թողեն, մեզ ոչ Փաշինյանն է պետք, ոչ Քոչարյանն է պետք։ Տեսել ենք 2 տարիների կառավարված քաղաքը։ Պարոն Ազատյան, դուք մի շարք ընկերություններում համասեփականատեր եք եւ ձեր գործընկերները նաեւ իշխանության հետ կապ ունեցող անձինք են։ Սա քաղաքական խնդիր չի, սա քաղաքային խնդիրներ են։ Այսօր ինչը ձեզ չի գոհացնում Վաղարշապատում։ Օրինակ համայնքի ղեկավարը եւ ավականին ինչ չեն արել։ Չեն արել ոչ մի բան։ Մարդկանց ուղարկում են բանկերը, ուղարկում են վարկերի տակ։ Մինչև այդ մարդը ջերմոցը կառուցում է, մինչև բերքը ստանում է, արդեն իր վրա բավականին պարտք է գոյանում հենց բանկի կողմից ոչ Փարաքար 2, ոչ Գյումրի 2, այլ Վաղարշապատ 1։ Նոյեմբերի 16-ը մոտենում է եւ Վաղարշապատում բոլորի ուշադրության կենտրոնում ավականու ընտրություններ են։ Հայտ ներկայացրած 8 քաղաքական ուժերից յուրաքանչյուրը ջանում է սիրաշահել ընտրողին եւ ստանալ նրա քվեն։ Կհաջողվի թե ոչ, բարձ կդառնա առաջիկայում։ Մեր զրուցակիցը Ազատ դեմոկրատներ կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Վահրամ Ազատյանն է։ Բարև ձեզ, պարոն Ազատյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ձեր քարոզչության հիմնական շեշտադրումը համայնքի զարգացման ծրագրերն են։ Ինչ տեսլական ունեք համայնքի զարգացման առումով եւ որն է լինելու այն ֆինանսական աղբյուրը, որով կյանքի են կոչվելու ձեր ծրագրերը։ Մեր հիմնական մտածմունքը մեր քաղաքի մասին է։ Մենք տեսնելով, որ քաղաքը տարեստարի ավելի վատ վիճակում է հայտնվում, որոշեցինք մասնակցել եւ մեր ներուժը դնել քաղաքի գեղեցկացման, քաղաքի ընդհանուր մթնոլորտի փոփոխման մեջ, որպեսզի այս մթնոլորտը քաղաքում վերանա, մարդիկ նորմալ հանգիստ իրենց համար ապրեն, աշխատեն, վայելեն իրենց քաղաքը, ունենալ այն քաղաքը, որը արժանի է էջմիածնեցուն, որը պետք է հպարտորեն մարդ արտահայտի, որ ինքը էջմիածնեցի է, ոչ թե ամաչելով հյուրերին դիմավորի, թաքուն տանի եկեղեցի, որպեսզի մի երկու բան կողքից չտնան, հիասթափություն չապրեն, հոգևոր կենտրոն է վերջապես, պետք է մեր քաղաքը այնպես զարգացնենք, որ արժանի լինի իր ստատուսին, իր կոչմանը, որովհետև սա ամբողջ հայությունը առաջի հերթին Հայաստան այցելելից անպայման այցելում է Մայրաթոր Սուրբ Էջմիածին, այցելում է մեր քաղաքը։ Պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որ այս մարդիկ ստեղ ստանան բավականություն եւ քաղաք մտնելուց անգամ զգան, որ եկել են հոգևոր կենտրոն, ոչ թե միայն Մայրաթոր մտնելուց։ Եվ մեր հիմնական ծրագրերը կառուցման մասին են, շինարարության մասին են, որի մասնագետն եմ ես, որը իմ մոտ ամենալավն է ստացվում։ Հետո կառուցելը դա հուսով եմ ամենալավ բանն է այս կյանքում, եթե բոլորս կառուցենք, մի հետաքրքիր տեսարան կունենանք մեր քաղաքում։ Շեշտը դրեցիք Էջմիածնի վրա, մինչդեռ Վաղարշապատը բազմաբնակավայր համայնք է, իսկ մնացած բնակավայրերում ծրագրեր չեք իրականացնելու։ Այդպիսի բան հնարավոր չի, մնացած բնակավայրերում դուք ուղղակի հարցրեցիք քաղաքի կառուցման մասին, դրա համար ես այդպես պատասխանեցի, իհարկե մնացած բոլոր համայնքները մենք շրջել ենք գրեթե բոլոր գյուղերում, եղել ենք, ինձ թվում էր, թե բոլոր գյուղերի խնդիրները միանման պետք է լինեն, բայց պարզվում է, որ բավականին տարբեր խնդիրներ կան, ամեն գյուղ ունի իր խնդիրը, որը անհապաղ լուծման կարիք է զգում, որը ինձ շատ հետաքրքրեց, ինչու այդպիսի տարբերություն կապած իրար գյուղեր, մի գյուղում ջրի խնդիր չկա, մյուս գյուղում ջրի խնդիր կա, մի գյուղում հոսանքի խնդիր չկա, մյուս գյուղում հոսանքի խնդիր կա, ու բավականին այլ խնդիրներ, որոնք անհապաղ ես երեք խոսակցության ժամանակ մի ծիծաղելի երևույթի հանդիպեցի, գյուղում ինչ-որ ջրատար պետք է փողոցի տակով անցկացնեն եւ գնացել են դիմել են գյուղի ժողովուրդը, որ այդ խողովակը փոխեն, փողոցի տակով անցնող խողովակը եւ նրանց ասել են ձեր խողովակի լիմիտը այս տարվա ավարտված է 4 հատ խողովակ էր հատկացվել ձեր գյուղին 4-ն էլ տեղադրել եք, որին շատ ծիծաղելի էր, ինչպես կարելի է այդպիսի պատասխան տալ, եթե մի բան անհրաժեշտ է խողովակի լիմիտ հասկացողությունը ուղղակի ծիծաղելի է։ Ու այսպիսի շատ բաներ, որ պետք է ընդհանրապես սրդացավ մոտենալ եւ մարդկանց հոգսերին ականջալուր լինել եւ օգնել մարդկանց այդ խնդիրները հաղթահարել։ Պարոն Ազատյան, դուք խոսում եք փոփոխությունների, նոր մոտեցումների մասին, բայց քարոզարշավի ընթացքում չի հնչել
Կոնկրետ այն հարցի պատասխանը, թե 5 տարի հետո ինչպիսի վաղարշապատ եք ուզում տեսնել։ Կարող եք համառոտ շահադրել ձեր տեսլականը վաղարշապատի համար։ Կարող եմ, ես 5 տարի հետո Զվարթնոցից, որտեղից որ սկսում է Էջմիածին վաղարշապատ համայնքը, հենց Զվարթնոցից մարդիկ զգալու են, որ եկան շատ պատմական եւ հոգեվոր կենտրոն։ Ամբողջությամբ նոր ճարտարապետական ոճը պետք է ներդրվի քաղաքում, որտեղ ամեն ինչ ժամանակի ընթացքում քայքայել են, քանդել են։ Մենք տեսել ենք այսօր պայքար են մղում հները, նորերը, մենք գանք, եղել եք, տեսել ենք ոնց է քաղաքը մաս-մասար է, ոնց է բաժան է, ոնց է վաճառ է, ամեն ինչ հիներից էլ ենք տեղյակ, նորերից էլ ենք տեղյակ, այսօր պայքար են սարքել իրար մեջ։ Ամբողջությամբ մեր քաղաքին պետք է վերադարձնենք, որքան հնարավոր է, ճիշտ է, այսօր արդեն դա շատ բարդ գործ է, բայց դա քրտնաջան աշխատանքի արդյունքում ինձ թվում է մենք կստանանք այն ինչ ուզում ենք, որտեղ Էջմիածինը ոչ թե 1700 տարվա քրիստոնեական քաղաք է, 2700 տարվա պատմություն ունեցող քաղաք է։ Պետք է ամբողջությամբ սա վերականգնենք այս պատմությունը մեր քաղաքի, որպեսզի հետաքրքիր քաղաք ունենանք։ Մարդիկ այս քաղաքը սիրեն, իրենց քաղաքը սիրեն, չուզենան տեղից տեղ գնան։ Եվ այդ ամեն ինչը հնարավոր է, որտեղ մենք դրա շուրջ արդեն խոսակցություններ ունեցել ենք, ես մի քանի ճարտարապետների հետ արդեն դրա մասին մենք խոսացել ենք, ես հանձնարարությունները տվել եմ, աշխատանքը կատարում են, շատ հետաքրքիր լուծումներ կլինի, որը մենք կտրամադրենք մեր վաղարշապատ համայնքի բնակչությանը եւ կընտրենք, որը որ բոլորի սրտով ավելի շատ կլինի եւ ըստ այդմ կշարժվենք առաջ։ Ոչ մի այդպիսի աշխատանքներ չենք անելու, sense որ վերցնենք ու վազենք բահե այդ շինարարական տեխնիկան քանդելու, այլ ուղղակի ամեն ինչը կանենք այնպես, ինչպես որ պահանջում է, ոչ թե հետ ու առաջ աշխատանքները, ոնց որ այսօր մինչև հիմա տեսնում ենք, մարդիկ սկզբից կառուցում են, հետո քանդում են, նորից ուրիշ բան են անում, ու այսպիսի բաներ մի քիչ արդեն անցել է դարը, բայց մարդիկ դեռ ձևի աշխատանք են կատարում, չի կարելի այդպիսի մխսել մեր բյուջեն, իսկ ինչ կախված է գումարներից, գումարների հարցը բավականին հեշտ է, ես ունենալով իմ մեջքի հետևում իմ պատմությունը, բիզնես պատմությունը, ես հասկանում եմ որտեղից կարելի է գումարներ ներգրավել, ինչ կարելի է անել, ովքեր պատրաստ են, այսօր ամբողջ հայությունը պատրաստ է օգնել մեր համայնքին, մեր քաղաքին, որպեսզի այն ստանա այն տեսքը, որը որ արժանին է, որը որ պետք է լինի։ Իսկ մարդիկ տեսնելով, որ երկար տարիներ այդ ամեն ինչը մխսվել է եւ ոչ մեկ չի մտածել քաղաքի մասին, չի մտածել համայնքի մասին, դրա համար էլ մարդիկ ետ են քաշվել։ Ես հուսով եմ, ինչ ճանաչելով ինձ իմանալով գբերեն իրենց սրտով ուղակի օժանդակեն այս գործին։ Եվ մյուս կողմից մենք գտնվում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանի ներքո, որից ընդհանրապես ոչ մեկ չի օգտվում։ Այսօր մենք ունենք, ես դա ասել եմ, բայց կկրկնեմ եւս, որտեվ պարզ օրինակ կա Մսխետի Վրաստան, որը ամբողջությամբ մտնում ես եւ հասկանում ես, որ ինչպիսի աշխատանք են կատարել։ Ես այնտեղ եղել եմ 15 տարի առաջ եւ եղել եմ այս վերջերս եւ տեսնում եմ, որ սարերի տարբերություն կա, մարդիկ աշխատանք են կատարել, զարգացել է քաղաքը, զարգացել է իրենց հոգևոր կենտրոնը, բայց մեր մոտ լրիվ հակառակ կերպարն է, ոչ մի շարժ չկա դեպի զարգացում, ամբողջությամբ ետ են գնացել այսքան տարիների ընթացքում։ Դրա համար մենք անպայման կաշխատենք այս ընտրություններում հաղթենք եւ կաշխատենք մեր երազած քաղաքը ունենալ, կառուցել եւ վայելել մեր բոլոր ժողովրդով միասին, մեր համայնքի բնակչության հետ միասին։ Ստիպված եմ նորից հարցնելիս գյուղական բնակավայրերում ինչ եք անել, որտեղ դուք հիմնականում խոսում եք քաղաքի մասին։ Գյուղական բնակավայրերում ես ձեզ ասացի հիմնական խնդիրները, որոնք որ գյուղական համայնքի հիմնական խնդիրները այսօրվա դրությամբ այս ջերմոցային գներն են, որը որ չգիտես ինչու մյուս համայնքներում բավականին էժան է, մեր համայնքներում դա այս խոյ համայնքում բավականին թանկ է։ Եվ մի հետաքրքիր պահ կա, խոսալուց ես ժողովրդի հետ հասկացել եմ, որ ոչ մեկ չի խուսափում վճարել այդ հարկերը, ոչ մեկ չի խուսափում վճարել իր շինթույլտվության գումարները, ուղղակի մարդկանց հենց անմիջապես դեռ չսկսած իրենց ջերմոցային տնտեսությունը
մարդկանց ուղարկում են բանկերը, ուղարկում են վարկերի տակ։ Մինչև այդ մարդը այդ ջերմոցը կառուցում է, մինչև բերքը ստանում է, արդեն իր վրա բավականին պարտք է գոյանում հենց բանկի կողմից այդ տոկոսների միջոցով։ Եվ այս մարդը չի հասցնում, իր բերքը մինչև ստանում է, վաճառում է, բանկի պարտքերը չի հասցնում փակել, իր ապրուստի միջոցը չի կարում։ Ինձ թվում է սա կարելի է անել այնպես, որ մարդիկ ժամանակացույցով ուղղակի մարդկանց հետ պայմանավորվել, բոլորն էլ ուզում են վճարել։ Ես չեմ հանդիպել գետնի գյուղացու, գետնի այս մեր խոյ համայնքի բնակչի, որը որ ասում է չեմ ուզում վճարել։ Բոլորն էլ ուզում են, բոլորն էլ այս երկրի քաղաքացիներն են եւ չեն ցանկանում օրենքի հետ ունենալ խնդիրներ։ Ուղղակի պետք է օգնել այս մարդկանց, օգնել հնարավորություն տալ զարգանան, հետո այդ գումարը, որ պետք է այսօր վճարեն, դրա եռապատիկ այդ մարդիկ հետո կգեներացնեն այդ գումարները եւ կվճարեն եւ իրանք էլ լավ կզգան, պետությունն էլ լավ կզգա, ժողովուրդն էլ լավ կզգա եւ այդ ամենը անմիջապես կզգացվի մեր տնտեսության վրա, որ եթե մարդ համայնքի բնակիչը հարուստ է, գրպանում փող ունի, այդ համայնքը հարուստ է, այդ համայնքը ամբողջովին հարուստ կլինի, ոչ թե մի հոգով հարուստ կլինի։ Սա է հիմնական թեզը, մարդկանց պետք է օգնել, գյուղական համայնքները բոլորն էլ աշխատող ժողովուրդ են, այդ մարդիկ առանց աշխատանքի իրենց օրը չեն պատկերացնում, բայց այդ աշխատանքի դիմաց իրենց ստացած եկամուտը շատ չնչին է, գոյատևելու եկամուտ են ստանում։ Պետք է օգնել այս մարդկանց, իրենց քրդինքը, իրենց աշխատանքը գնահատել եւ մի խոսքով օգնել։ Այսինքն խնդիրը տեղական турքերի եւ վճարների մասն է, հա, որովհետեւ համայնքի ղեկավարի ֆունկցիան այդ տիրույթում է, այլ ոչ թե մեծ շուկաների կամ այլ։ Մեծ շուկաների հարցով էլ կարելի է, ես դրա մասին ունեմ գաղափար, ունեմ իմ պատկերացումը, ճիշտ է, դա համայնքապետի ֆունկցիաների մեջ չի մտնում, բայց դա կարելի է մարդկանց օգնել, դա ճիշտ կառուցողական ճանապարհ ունենալ եւ այսօր խնդիրը մարդիկ տանջվում են, քայլում են, կանաչի են հավաքում, կանաչին 30 դրամով են վաճառում իրենց մոտ, բայց Երևանում այդ կանաչին արժի 250 դրամ։ Այս մարդը ամբողջ տարին չարչարում է 30 դրամի համար, մեջտեղը ինչ-որ մեկը գնում է վերավաճառում է եւ լրիվ ուրիշ գումար եւ մեր առնող են ժողովուրդն էլ, որ առնում օգտագործում այդ կանաչին, իհարկե թանկ են վճարում դրա համար։ Պետք է մի հատ հետաքրքիր ճիշտ մեխանիզմ, ճիշտ է, դա համայնքապետարանի խնդիրների մեջ չի մտնում, բայց անպայման դրա մասին կարելի է ամեն ինչ չի, որ եթե քո խնդիրը չի, դու պետք է դրանով չհետաքրքրվես։ Եթե ինչ որտեղ դու կարող ես օգնել քո համայնքի բնակչին, անկախ նրանից դա քո խնդիրն է, թե քո խնդիրը չի, դու պարտավոր ես օգնել, որտեղ ուժեղ համայնքի դեպքում ուժեղ պետություն է լինում։ Այս մտածելակերպով եթե բոլորն էլ մոտենան, եթե ցանկանան այս ձև այս ամեն ինչին մոտենալ, ինձ թվում է ամեն ինչ լավ կլինի։ Պարոն Ազատյան, թեև տեղական նշանակության ընտրություններ են վաղ շաբաթում, սակայն դրան մեծ կարևորություն է տրվում։ Կարծես տպավորությունը այնպիսին է, որ համապետական ընտրություններ ենք մասնակցում։ Ինչով է առանձնանում վաղարշաբաթի ընտրությունները։ Ես ճիշտն ասած այս քաղաքական process-ների մեջ որքան աշխատում եմ չներխուժել, չխոսել, ինձ ուզում եմ բոլորին ապացուցել, որ սա քաղաքական խնդիր չի, սա քաղաքային խնդիրներ են, համայնքային խնդիրներ են, սրանք չի կարելի սարքել այնպես, որ սրան նայվի, որ սա համապետական ընտրությունների փոքր մոդելն է, ոչ, բայց սակայն դա արվում է մի պատճառով, ես դա արդեն հասկացել եմ, որ անպայման ուզում են ժողովրդի մեջ սերմանել, որ կա երկու թև այս երկրում, վաղը համապետական ընտրություններում էլ են այդ երկու թևերը իրար հետ վիճվելու, իրար հետ հակադրվելու եւ կա Փաշինյան, կա Քոչարյան եւ այս երկու թևերի շուրջ այս ամբողջ խոսակցությունը ասես որ ժողովրդին հանգիստ չտան։ Հենց իմ միակ նպատակներից մեկն էլ դա է, որ մեր քաղաքը հանգիստ թողեն։ Մեզ ոչ Փաշինյանն է պետք, ոչ Քոչարյանն է պետք։ Տեսել ենք երկուսի տարիների կառավարված քաղաքը եւ ոչ մեկ երևի չեք մարդ գտնի, որ գոհեն այդ կառավարումից։ Եվ դրա համար ես կխնդրեմ թող իրենց կռիվը տեղափոխեն ուրիշ դաշտ, մեր վաղարշաբաթ համայնքը թողեն հանգիստ, ժողովուրդը ուզում է հանգստանալ արդեն, այս մարդկանցից հանգիստ են ուզում։ Չի կարելի անընդհատ պահել այս ճնշումների տակ, այս ներվային համակարգը մարդկանց սղոցել, ինչա մարդը այսօր Փաշինյանին անտրել, վաղը Քոչարյանն անտրել կամ այս մեկը մյուսի հետ դառնում են թշնամիներ, դու անուղեղ ես, դու սենց ես, ինչքան կարելի է սենց այս թեմաների մեջ ժողովրդին խորացնել եւ սարքել մեկը մյուսին ուղակի
նու թշնամի էլ կարելի է նույնիսկ ասել, այս ձևի մթնոլորտ ստեղծել չի կարելի, բավական է, թող գնան իրենց համար իրենց գործով զբաղվեն, այս քաղաքն էլ թողեն մեր ժողովուրդն էլ հանգիստ ապրի, 26 թվականը սարերի հետևում չի, կգա 26 թվականը, թող իրենց համար իրենց 26 թվի պայքարը սկսեն, սա մեր քաղաքի մասին է խոսքը եւ մեր քաղաքի պայքարն է եւ երբեք չի կարելի սարքել սա համապետականների ինչ-որ փոքր մոդել կամ ինչ-որ մի ուրիշ համայնքի փոքր մոդել կամ չգիտեմ Փարաքար 2 կամ Գյումրի 2 սա մեր ամեն համայնք իր ձևն ունի իր տրադիցիաներն ունի եւ սա վաղարշաբաթ 1 է ոչ Փարաքար 2 ոչ Գյումրի 2 այլ վաղարշաբաթ 1 ընտրությունները Պարոն Ազատյան, դուք մի շարք ընկերություններում համասեփականատեր եք եւ ձեր գործընկերները նաեւ իշխանության հետ կապ ունեցող անձինք են։ Ընտրողը ինչով կարող է վստահ լինել, որ ձեր առաջադրումը քաղաքական գործընթացներով պայմանավորված առաջադրում չէ։ Ես օրինակ չգիտեմ, որ մի ընկերս է իշխանությունների հետ գործընկերս, իշխանությունների հետ շահ կապված, ինձ համար դուք հենց հիմա նորություն բացահայտեցիք։ Եթե կարելի է իմանալ։ Օրինակ ձեր ընկերության տնօրենը նախկինում Իմ Քայլը խմբակցության ավականու անդամ է եղել։ Նախկինում եղել է ավականու անդամ, նա իմ գործընկերը չի, նա տնօրենն է, գործադիր, իր պարտականությունները շատ լավ է կատարում եւ միայն դրա համար ուրիշ ոչ մի ձևի նա ինձ հետ գործընկեր չի, ուղղակի գործադիր տնօրեն է։ Ես շահկապվածություն ստեղ ոչ մի ձևի չեմ տեսնում, վաղը լավ չաշխատի գործից կազատենք ուրիշին կընդունենք գործի։ Այսինքն զուտ գործնական հարաբերություն։ Միայն ուրիշ ոչինչ։ Ես նրա հետ ծանոթացել եմ մի քանի տարի առաջ, երբ որ խոսացել ենք գիտելիքներից եւ համապատասխան է եղել այս աշխատանքին, վերցրել ենք։ Ետ նոր իմացել եմ, որ ինքը ՔՊ-ի Երևանի ՔՊ-ի անդամ է եղել։ Ձեզ պատկանող ընկերությունները բիզնես նպատակներով բազմաբնակարան շենք է կառուցում Վաղարշապատում։ Ընտրվելու դեպքում ինչպես եք հավասարակշռելու բիզնես եւ համայնքային շահերը։ Նախ ես ամբողջությամբ հրաժարվելու եմ իմ բոլոր բիզնես պարտականություններից։ Ես չեմ խառնվելու այդ ամեն ինչին, որովհետեւ այնտեղ սես տենենց իմ գործընկերները, որոնք կապ չունեն ԽՊ-ի հետ, բոլորն էլ աշխատում են եւ բավականին լավ աշխատանք են տանում։ Ես կաշկանդված չեմ այդ հարցերում ընդհանրապես։ Բայց շարունակելու եք այդ ընկերության համասեփականատերը լինել։ Ես համասեփականատեր լինել ես շարունակելու եմ երևի, չգիտեմ ոնց է, ես ուղղակի չեմ մասնակցելու այդ հավատարմային կառավարման ատավացվելու եւ ես ընդհանրապես չեմ ունենալու ոչ մի ձևի process-ային կապ աշխատանքների հետ այդ հիմնարկների։ Այսօր ինչը ձեզ չի գոհացնում Վաղարշապատում, օրինակ համայնքի ղեկավարը եւ ավականին ինչ չեն արել։ Հարցը կարելի է փոխել մեկ ուրիշ ձև տալ։ Ինչ են արել։ Սենց ավելի հեշտ կարամ պատասխանեմ, քան թե ինչ չեն արել, որովհետեւ չեն արել ոչ մի բան ընդհանրապես։ Իսկ ինչ են արել, մի քանի փողոց ասֆալտել են, դա ինձ չի թվում, որ դա հերոսություն է տեղի ունեցել այդ փողոցները ասֆալտելու ժամանակ, որոնց կես անորակ է եղել ասֆալտների, մյուս ասֆալտ միտեղ արել են եւ արդեն քանդվում է այդ ասֆալտը, չէ՞, ուղղակի անորակ աշխատանք ընդամենը։ Ոչինչ չի արվել նորմալ։ Եթե ընտրվեք Վաղարշապատ համայնքի ղեկավար, ո՞րն է լինելու առաջին փոփոխությունը։ Ընտրողը առաջի տարում ինչ փոփոխություն է զգալու։ Առաջի փոփոխությունը սկսվելու է համայնքապետարանից։ Ամբողջ անձնակազմը պետք է մի հատ վերանայել աշխատանքը այդ անձնակազմի եւ ավելի էֆեկտիվ սարքել, որովհետեւ մեր համայնքապետարանը, մեր քաղաքապետարանը այսօր ուղղակի չի աշխատում բնակչության համար, բնակչությունը գալիս եւ քաղաքապետարանում տանջվում է, մինչեւ ինչ որ մի հարց կարողանում է լուծել, պետք է այդ ամբողջ մեխանիզմը փոխել քաղաքապետարանի, որպեսզի մարդիկ հասկանան, որ քաղաքապետարանի, համայնքապետարանի աշխատողները ոչ թե իրենց տերերն են, այլ իրենց ծառայողներն են։ Այդ զգացմունքը պետք է փոխվի, որ ուղղակի մտնեն, արագ իրենց խնդիրները ներկայացնեն, լուծումները օրենքով սահմանված ժամանակահատվածում ստանան, ավելորդ անգամ չվազվզեն, ավելորդ անգամ մարտման չգան, ծանոթման չգան,
որպեսզի իրենց գործը ավելի արագ ստացվի, ավելի հաջող ստացվի, ամեն ինչ կտեսնեն ինչպիսի փոփոխություններ է լինելու, ամբողջությամբ մեխանիզմը փոխվելու է աշխատանքի։ Առաջի հերթին էսի կլինի, նոր նրանից հետո ես ասել եմ, որ մենք այնպես աշխատանք չենք անելու, որ սկզբից ասֆալտենք, հետո քանդենք, կոյուղոգծերը քաշենք, ջրագծերը քաշենք, հետո մի անգամ էլ քանդենք, այս մալուխները քաշենք, պետք է միանգամից ամբողջությամբ աշխատանքները նենց արվի, որ մի անգամ եւ երկար տարիներ ծառայի։ Դրա համար բավականին ժամանակ կարող է գնալ հենց այդ աշխատանքային process-ները կազմակերպելու վրա, որպեսզի ճիշտ լուծումներ ստանանք, մի բանը 2-3 անգամ չանենք, չմխսենք մեր համայնքի բյուջեն ուղղակի անիմաստ տեղը եւ երևի մի տարի ձեր ասած մի տարվա մեջ արդեն ահագին փոփոխություններ կզգան ժողովուրդը, որ ինչ է կատարվում, ինչ ձևով է կատարվում, ինչ մոտեցումով է կատարվում, մոտեցման ամբողջությամբ ուրիշ որակ կտեսնեն, ուրիշ տեսակ կտեսնեն, անպայման կտեսնեն այդ փոփոխությունները։ Պարոն Ազատյան, ձեր ասածը կադրային ջարդ է, թե այլ անուն ունի։ Ես երբեք կադրային ջարդ ոչ միտեղ չեմ արել, չեմ էլ պատրաստվում անել, ուղղակի պետք է նայել ովքեր են պրոֆեսիոնալ, ովքեր են իրենց գործի վարպետները, ովքեր են լավ աշխատում, եւ այն մարդիկ, ովքեր ուղղակի ժամանակ են անցկացնում իրենց օրը հետաքրքիր անցկացնելու համար, այդ մարդկանցից ես ընդհանրապես հակված չեմ կադրային ջարդ գաղափարին, դա չի լինելու, դա թող բոլորը 100% համոզված լինեն, ովքեր իրաց տեղում են, ովքեր ճիշտ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում իրենց աշխատանքին, նրանք կմնանք աշխատեն։ Մենք մեր քաղաքացիներն են, ես հենց դրա համար եմ ուզում, որ մեր ընտրությունը լինի մեր կողմը, որպեսզի այդ քաղաքական ջարդ, այդ փաշինյանական, քոչարյանական, այս գաղափարները վերացնենք։ Ես այդ գաղափարով չեմ շարժվում։ Համ նրանք են իմ Վաղարշապատի ժողովուրդը համայնքի, համ նրանք են, ոչ մի տարբերություն չկա։ Դրա համար պետք է բոլորով միասին մենք կարողանանք նորմալ համայնք կառուցենք։ Հաշվի առնելով ձեր բիզնես փորձը, ինչ ծրագրեր եք առաջարկելու, որպեսզի Վաղարշապատ համայնքի սեփական եկամուտներն ավելանան։ Սեփական եկամուտներն ավելացնելու համար մեզ հարկավոր է ընդհանրապես ստեղծել լավ մթնոլորտ բիզնես ներդրումների համար։ Վաղարշապատի սեփական եկամուտները միայն այդ ճանապարհով կարող են ավելանալ, որ մարդիկ գան, ստեղ ներդրումներ անեն այս քաղաքում, ունենալ իրենց համար հարմար իրավիճակ, որ մի խոսքով բիզնեսին էլ է օգնել պետք, այս մարդկանց խոչընդոտներ չստեղծել, մարդիկ հասկանան, որ գալիս են այս քաղաքում ներդրում են անում եւ իրենց ոչ մեկ ավելորդ անգամ չի անհանգստացնի, ցանկացած խնդրի դեպքում արագ կօգնի եւ այդ դեպքում ներդրումները կգան եւ բյուջեի գումարը տեղից կավելանա եւ մնացած բոլորն էլ աշխատանք, մարդ, եկամուտ, աշխատավարձ, ժողովրդի տրամադրություն, ամեն ինչ միանգամից փոխվում է, երբ որ շարժ է լինում, երբ որ մարդիկ ներդրումներ են անում։ Քաղաքը ես չգիտեմ, այս վերջում ներդրումային մեծ ծրագիր է եղել, պետք է ստադիոն կառուցեն։ Երևի ես մի ներդրումն ենք տեսել, դա իհարկե շատ գովելի է, շատ շնորհակալ ենք, որ տենց բան են մտածել, ու այդպիսի ծրագրեր պետք է շատ լինեն։ Ինձ թվում է ցանկացողներն էլ են շատ։ Պետք է օգնել ուղղակի մարդկանց։ Այս ծրագրի մասին մենք լսել ենք 2 տարի, այս ծրագիրը ավել մեր շրջանառության մեջ է եղել, 2 տարի հետո նոր այս ընտրություններից առաջ այս պայմանագիրը ես հաստատ ասում եմ, եթե ես լինեի համայնքապետը այն ժամանակվա, ես ոչ թե 2 տարի, այլ 1 ամիս էլ չէր տևի, այդ մարդիկ կստանային, այս իրանց ցանկացածը եւ այս ամեն ինչ կլիներ, արդեն մարդիկ տեսած կլինեին տարվա վրա ամեն ինչ դժվարանում է, բարդանում է, ուշացնելով, ձգձգելով, մենք ոչ մի արդյունքի չենք հասնի, մենք պետք է արագ ամեն ինչ կազմակերպենք եւ որքան հնարավոր է շատ ներդրումներ ներգրավենք մեր համայնք։ Պարոն Ազատյան, վերջին հարցս, այնուամենայնիվ ընտրվելու դեպքում ինչպես եք երաշխավորելու, որ ձեր բիզնեսը չի խանգարի համայնքապետի պարտականությունները լիարժեք կատարելուն։ Իմ բիզնեսը ընդհանրապես կապ չունի համայնքի աշխատանքի հետ։ Դա առանձին ոլորտ է, առանձին բիզնես է։ Ես շահկապվածություն համայնքի հետ ընդհանրապես չկա այս իմ բիզնեսի մեջ, որովհետև ամբողջությամբ ինքը առանձին է, ոչ մի
ուղղակի միայն շինթույլտվության առումով է քաղաքապետարանի հետ կապում, դա օրենքով process է, որ պետք է անցնես դա համայնքապետարան, համայնքապետարանից Երևան քաղաքշին վարչություն, դա մենակ այս մի պահը կապը կա, բայց դա առանց դրա էլ դա առանց ամեն ինչի դա պետք է անի այսօրվա մեր տնօրենը գործադիր, որ աշխատում է։ Ես ամբողջությամբ նվիրվելու եմ մեր քաղաքին, ամբողջությամբ։ Գիշեր ցերեկ 3 սմեն իմ հեռախոսները չեն անջատվելու։ Ինձ զանգահարել գիշերը ցանկացած պահի կարող եք զանգարել, փորձեք դուք էլ այսօր էլ կարող եք զանգարել վաղնել եւ ընտրություններից հետո էլ։ Այսօր տեխնացու եք գուցե զանգերին պատասխանել։ Ես դրա համար ասացի ընտրություններից հետո էլ մի հատ այսօր փորձեք մի հատ էլ ընտրություններից հետո ես երբեք իմ ամբողջ կյանքում ոչ հեռախոսի ձայնն եմ անջատել, ոչ հեռախոսն եմ անջատել։ Ես գիշեր ցերեկ 3 ես տեսել եմ ոնց են մարդիկ կառուցում, մեր մոտ ամեն ինչ հակառակն է, այն ինչ աշխատանքները որ պետքա գիշերն արվի, ցերեկն արվում, ցերեկվա աշխատանքները գիշերն արվում։ Այն ես այդ ամեն ինչի մեջով անցել եմ երկար տարիների փորձ ունենալով իմ դրսի աշխատանքների հետ կապված, որ տեսել եմ մարդիկ ոնց են գիշերներն աշխատում եւ այդ աշխատանքը միայն գիշերը պետք է անել։ Իսկ մեր մոտ դա հլարիվ հակառակ տեսարանն է, անում են ցերեկը, անում են նենց ժամանակ, որ դա մեքենաների ամենապիկ ժամանակն է, չկա ճիշտ կոորդինացիա, չկա ճիշտ կառավարում։ Սա է հիմնական խնդիրը եւ դա ես ամեն ինչը տեսնում եմ, որ ես ի վիճակի եմ այս ամեն ինչը փոխելու եւ պատրաստ եմ դա անելու, դրա համար մասնակցում եմ այս ընտրություններին։ Շնորհակալ եմ մեր հարցերին պատասխանելու համար, իսկ դուք մեր հետագա հարցազրույցները բաց չթողելու համար բաժանորդագրվեք հետքի YouTube-յան ալիքին։